Բարի երեկո, Ազատություն TV ուղիղ եթերը լրատվական կենտրոնն է շարունակում, առաջիկա րոպեներին դիտեք։ Իշխանությունը հակադարձում է ոչ միայն Փաշինյանին, Ղարաբաղյան բանակցությունները տապալելու մեջ մեղադրած Ադրբեջանի արտգործնախարարին, այլև Հայաստանի նախկին նախագահներին։ Ես համաձայն չեմ Ջեյհուն Բայրամովի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Ադրբեջանով Հայաստան մտած ղազախական ցորենը բարձրորակ չէ։ Աստանայից հնչած այս բացահայտումից հետո ընդդիմությունը փչացրեց իշխանության տոնը։ Ես չգիտեմ ցորեն օգտագործելու են պարենի, թե անասնակետ ստանալու համար։ Ցորենը ցորեն չի։ Կենթանին որ ուտում է, հետո մեզ ինչ-որ բան չի տալի։ Վրաց ադրբեջանական սահմանին թուրքական ռազմական օդանավ է կործանվել։ Ընդդիմությունն ահազանգում է, որ ընտրությունների նախօրյակին վաղար շաբաթում իշխանական թեկնածուն վարչական ռեսուրս է կիրառում։ Գյումրիի քաղաքապետի կալանավորումից հետո առաջին նիստը տապալվեց։ Թուրքիայի դատախազությունն ավելի քան 2000 տարվա ազատազրկում է պահանջում Ստամբուլի կալանավորված քաղաքապետի համար։ Իշխանականները 3 օր անց արձագանքեցին 44-օրյա պատերազմի մեկնարկի Ղարաբաղյան հարցը լուծելու Փաշինյանի խոստման, ապա այն դրժելու մասին Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարություններին։ Բայց իշխանության հակադարձումները միայն Բաքվին չեն ուղղված, այլ նախկին նախագահներին, որոնք մի շարք օրինակներ բերելով պնդում են 2020-ի պատերազմը հրահրեց Հայաստանի ղեկավարը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած քաղաքացիական պայմանագրի պատգամավորները հակադարձում են Ադրբեջանի արտգործնախարարին, պնդելով, թե Ջեյհուն Բայրամովը ճիշտ չի ասում, երբ հայտարարում է, որ Հայաստանն է հրաժարվել բանակցային գործընթացից եւ սադրիչ գործողություններով ի վերջո պատերազմ հրահրել։ Ես համաձայն չեմ նրանց վկայակոչած փաստերի հետ, որովհետև այդ փաստերը ճիշտ չեն։ Համաձայն չեմ, որովհետև Հայաստանը ելքեր էր փնտրում հակամարտությունը խաղ կարգավորելու համար։ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար օրերս Ծավալուն հարցազրույցում պնդել էր, Հայաստանի վարչապետը տապալել է բանակցային գործընթացը, առաջարկելով Բաքվին բանակցել Արցախի հետ։ Բայրամովը նաև մատնանշել էր իր բնորոշմամբ այն սադրիչ քայլերը, որոնք հանգեցրին պատերազմի։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի նոր պատերազմ, նոր տարածքներ, Նիկոլ Փաշինյանի Արցախը, Հայաստանը եւ վերջ հայտարարությունները, 2020-ի հուլիսյան մարտերից հետո զինծառայողների ցուցադրական պարգևատրումը եւ այլն։ Անմիջապես այդ մարտերից հետո ցուցադրաբար Փաշինյանը պարգևատրեց այդ սադրանքներին մասնակցած զինծառայողներին, այդ թվում նրանց, ովքեր մասնակից էին եղել գեներալ Փոլադ Հաշիմովի սպանությանը։ Օրերս իրենց հարցազրույցներում Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահները նույնպես պնդել էին, որ 44-օրյա պատերազմի պատճառներից մեկը Փաշինյանի կողմից բանակցություններից հրաժարվելն էր։ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի համոզմամբ Փաշինյանն իր անհեռատես գործողություններով պատերազմ է հրահրել։ Նաև այս հանգամանքը հաշվի առնելով խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր հատուկ հակադարձում էր ոչ միայն Ջեյհուն Բայրամովին, այլև Քոչարյանին ու Սարգսյանին, չմոռանալով նաև առաջին նախագահին։ Առաջին իհարկե բանակցային գործընթացից խուսափելն էր եւ ընդհանրապես հրաժարվելը։ Մենք տեսանք Տավուշում իրադարձությունները ինչի բերեցին եւ պատճառներից մեկն էլ դա էր, արդարացիչ պատճառներից մեկը դա էր Ադրբեջանի համար նկատի ունեմ։ Առաջի հերթին դա բանակցային գործընթացի ձախողումն էր։ Եվ այդ ձախողումը եղավ Հայաստանի նախաձեռնությամբ։ Հայաստանը հրաժարվեց բանակցել։ Ադրբեջանի արտգործնախարարը Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ Լևոն Տեր-Պետրոսյանը սխալ են ասում, Հայաստանը պատերազմ չի հրահրել, Հայաստանը պատերազմ չի սկսել, Հայաստանը չի դադարեցրել բանակցային գործընթացը։ Ես համաձայն չեմ Ջեյհուն Բայրամովի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արցախը Հայաստան է եւ վերջ հայտարարությանը, որը Բաքուն սադրիչ էր որակել, ապա Ռուբինյանը հիշեցնում է, նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ է ժամանակին նման հայտարարություն արել։ Ռոբերտ Քոչարյանը ասել է Արցախը Ղարաբաղը 88 թվականից մինչ օրս Հայաստանի մաս է։ Ըստ Ռոբերտ Քոչարյանի
եւ իր գործընկերների տրամաբանության ինքը պատերազմ է հրահարել։ Ազգային ժողովի փոխնախագահը 44-օրյա պատերազմի պատճառների իր բացատրությունն ուներ։ Նախկին նախագահների պաշտոնավարման ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ռազմական բալանսը այնքան էր խախտվել, որ Բաքվին այլևս որևէ զսպող հանգամանք չկար։ Պետք էր այդ տարիները օգտագործել Հայաստանի ռազմական բյուջեն մեծացնելու համար, ոչ թե Ռոբերտ Քոչարյանի ընտանեկան բյուջեն մեծացնելու համար կամ Սերժ Սարգսյանի ընտանեկան բյուջեն մեծացնելու համար։ Եվ այսպես շարունակ։ Այդ դա է պատճառը եղել 44-օրյա պատերազմի։ Ադրբեջանում աճել է ռազմական բյուջեն, մեր երկրում աճել է երկրի ղեկավարների ընտանեկան բյուջեները։ Այդ դա է նպաստել պատերազմի սկզբին։ Պաշտոնական Երևանը ոչ վարչապետի եւ ոչ էլ արտգործնախարարության մակարդակով առայժմ չի արձագանքել բանակցային գործընթացի վերաբերյալ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մեղադրանքներին։ Առայժմ ԿՊ-ական падգամավորների մակարդակով է իշխանությունը հերքում հնչող քննադատությունները, այդ թվում, որ Հայաստանը հրաժարվել է 2019-ի ամռանը համանախագահների ներկայացրած կարգավորման առաջարկներից։ Ամբողջ բանակցային գործընթացի պատմության մեջ առաջին անգամ կոնֆլիկտի կողմերից մեկը հրաժարվել է ընդհանրապես քննարկել ներկայացված փաստաթուղթը։ Դա ներկայացվել է ամռանը 19 թվականին։ Ինչ էր ասում այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը։ Սկսելու ենք զրոյական կետից եւ թող բանակցեն Ղարաբաղի հետ։ Երբ չկան բանակցություններ, ուրեմն կողմերից մեկը, որը դժգոհ է ներկա իրավիճակից, պետք է սկսի պատրաստվել պատերազմի։ Ներողություն 2019 թվականին ինչ որ առաջարկ է եղել, որին Ադրբեջանը համաձայնվել է, իսկ Հայաստանը չի համաձայնվել։ 2019 թվականին չի եղել առաջարկ, որին Ադրբեջանը համաձայնվել է եւ Հայաստանը չի համաձայնվել։ Հայաստանը որևէ առաջարկ չի մերժել։ Այն, որ 2019-ին համանախագահները կարգավորման առաջարկ են ներկայացրել Հայաստանի վարչապետին, Նիկոլ Փաշինյանը խոստովանեց այս տարվա փետրվարին խորհրդարանում, թեև 2019-ի դեկտեմբերին հակառակն էր պնդում։ Նախ ասեմ, որ քննարկվող փաստաթուղթ սեղանի վրա չկա։ Բանակցությունների սեղանը միշտ թուղթ ա եղել, տենց բան չի եղել, տենց մի օր չի եղել, որ բանակցությունների սեղանը առանց թղթի լինի։ Միշտ ինչ որ թուղթ դրած ա եղել։ Որ Հայաստանի կառավարիչներին համանախագահները նոր առաջարկ են տվել, նոր փաստաթուղթ են տվել, հանրությունից թաքցվում էր։ Չնայած ընդդիմության պարբերական կոչերին հրապարակել 2019-ի հունիսին բանակցային սեղանին դրված, ինչպես նաև հակամարտության կարգավորմանը վերաբերող մյուս բոլոր պաշտոնական առաջարկները, Փաշինյանը շարունակ պնդում էր, թե դրանք ցաքու ցրիվ են եւ դեռ պետք է իմի բերվեն։ Միայն օրերս արձագանքելով Սերժ Սարգսյանին, Փաշինյանը խոստացավ մինչև տարեվերջ հրապարակել նաև 2019-ի բանակցային փաստաթղթերը, ասելով, որ այժմ դրանք սկանավորման փուլում են։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր իր գործով դատական նիստից առաջ կարևոր համարեց հանրությունից թաքցրած 2019-ի կարգավորման առաջարկները վերջապես հրապարակելու Փաշինյանի խոստումը։ Կարևոր է, որ կարողացանք կորզել գոնե խոստում բանակցային փաստաթղթերը հրապարակելու։ Տեսնենք։ Արձագանքելով իշխանության այն քննադատությանը, թե Ադրբեջանի արտգործնախարարն ու Հայաստանի նախկին նախագահները նույնաբովանդակ մեղադրանքներ են հնչեցնում վարչապետի հասցեին, Սարգսյանը կարճ պատասխանեց. պետք չէ սեփական անճարակությունը ուրիշներին վերագրել։ Պետք չի սեփական անճարակությունը ուրիշներին այսպես վերագրել։ Դա ասում են դուք ձեր բյուջեն եք ավելացրել ռազմական փոխարեն։ Ադրբեջանի տարածքով Հայաստան հասած ցորենի սագան շարունակվում է։ Մինչ Հայաստանում իշխանությունը 30 տարվա դադարից հետո նոր երթուղու գործարկման քաղաքական պտուղներն էր վայելում ողջ քարոզչական սոուսով, ղազախները փակագծեր բացեցին, թե պատմական որակված երթուղիով Ադրբեջանով ցածրորակ ցորենը մատակարարվել։ Ինչու էին թաքցրել իշխանությունից զարմանում են բարձրացած աղմուկից, իսկ ինչու պետք է ասեին։ Օրինակ դիվերսիֆիկացիայի այլընտրանքներ փնտրել գտնելու անգամ հացի գնի հնարավոր էժանացման մասին հարցազրույցներում կարող էին նաև պարզաբանել, թե ինչի համար է օգտագործվելու 4-րդ կարգի ցորենը։ Արդյոք անասնակերի հարցնում է ընդդիմությունը։ Ցորենը ցորեն չի։ Կենթանին որ ուտում է, հետո մեզ ինչ-որ բան չի տալի։ Էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը ժպիտով է արձագանքում ղազախական կողմի այն հայտարարությանը, որ Հայաստան ուղարկված 1000 տոննա ցորենը մեղմ ասած բարձր որակի չէ, ընդամենը 4-րդ դասի, որը հիմնականում օգտագործվում է կենդանիների կերի արտադրության համար։
Փորձնական խմբաքանակը բաղկացած է 4-րդ դասի պարենային ցորենից, որը կարող է օգտագործվել ինչպես ընդհանուր նշանակության ալյուրի, այնպես էլ կերախառնուրդների արտադրության համար։ Ղազախստանի ազգային հացահատիկի օպերատորի այս հաղորդագրությունից մի քանի օր առաջ հայկական կողմը մեծ շուքով ընդունում էր Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով Հայաստան հասած ղազախական 1000 տոննա ցորենը եւ որակում սա խաղաղության արտացոլումը գետնի վրա։ Սա կարևոր է առաջին հերթին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռք բերված խաղաղության համատեքստում։ Ու այս ուրախության ֆոնին պաշտոնյաները այդպես էլ չպարզաբանեցին։ Իսկ ինչ ցորեն էր մտել Հայաստան։ Համացանցում արված փոքր ուսումնասիրությունից տեղեկանում ենք. 4-րդ կարգը ցածր որակի ցորեն է, պարունակում է քիչ սպիտակուց եւ գլուտեն։ Այս պատճառով հացի արտադրության մեջ գրեթե չի կիրառվում։ Այն օգտագործվում է կենդանիների կերի պատրաստման նպատակով, երբեմն խառնուրդների մեջ, օրինակ ալյուրի ցածր որակի տեսակներ ստանալու համար, կամ տեխնիկական արտադրություններում, օղու, օսլայի կամ այլ ածխաջրային արտադրանքների արտադրության համար։ 4-րդ կարգի ցորենից կարելի է հաց թխել, բայց որակը շատ ցածր կլինի։ Էկոնոմիկայի նախարարությունում արդյոք այս մասին տեղյակ չէին։ Փոխնախարարը զարմանում է, եթե անգամ տեղյակ էին, ինչու պիտի ասեին։ Ինչ-որ մեկը կարգա ներկայացել մինչև այդ, լուրջ, որտեղ է գրած։ Իհարկե չի ներկայացված, ասել են ցորեն է գալի։ Բայց չեն ասել, որ անասնանկեր է։ Ժողովուրդ ջան, բայց իսկ ասել են, որ ուրիշ ցորեն։ Բարձր որակի չի նշվել։ Բայց ի պետք է նշվել։ Ճաշակին ընկեր չկա, որպես կանոն 4-րդ կարգի ցորենը օգտագործում է կերի համար։ Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Խաչատրյանը դեռ 3 ղազախական կողմի լուրը կարդալուց հետո էր Facebook-ում գրել, թե շատ չբողոքեք, եթե վաղը մատնաքաշը Էլեն համը չունենա։ Ես չգիտեմ ցորեն օգտագործելու են պարենի, թե անասնակետ ստանալու համար, կոմբիկետ ստանալու համար։ Սա է խնդիրը։ Փոխնախարարը այսօր այդպես էլ չպարզաբանեց, ինչ նպատակով է կիրառվելու այդ 4-րդ կարգի ոչ բարձրակարգ ղազախական ցորենը։ Ուղիղ չպատասխանեց նաև հարցին, մոլորեցում չէր արդյոք, երբ առանց ցորենի որակը նշելու հացի գնի հավանական իջեցման մասին հարցերին էին պատասխանում։ Հնարավոր եւ գնիչեցում լինի, հնարավոր տարբեր բան է։ Հիմա ես զարմանում եմ։ Մենք չենք ասում։ Ասում եք ինչու չեն ասել 4 կարգ։ Դե ինձ, որովհետեւ այդ էլ 4 կարգ է, ինչի պետքա շեշտեն։ Այդ հարցին պատասխանվել է, որ հացի գնի մեջ տարբեր կոմպոնենտներ կան եւ միայն ճանապարհը չի, ուստի այս պահին դիվերսիֆիկացիան, ոչ թե կոնկրետ այս դեպքը, դիվերսիֆիկացիան նայած թե ինչ չափով կազդի հացի գնի վրա, այդ էլ է դաժե ասվել, էլ ինչ ասվի։ Անդիմադիր падգամավոր Խաչատրյանն է հուշում, էլ ինչ պիտի ասվի, որ չի ասվում։ Օրինակ, ինչ գին ուներ այդ ցորենը։ Ադրբեջանը ստացավ Միջանցկի խոստում, փաստորեն վերացվեց Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցը, որը ազատության աջակցության ակտի 907 հոդվածով էր նախատեսվում։ Ադրբեջանը հասավ նրան, որ ուրեմն լուծարվի Մինսկի խումբը, փոխարեն ասեց ես իմ տարածքով ընդամենը տրանզիտի հնարավորություն կտամ ինքը Հայաստանի հետ, որևէ սահման չի բացել, հետվաբար իշխանությունների պնդումները, թե ճեղքվել է մեր շրջափակումը, սին է։ Կառավարության ներկայացուցիչը փոխնախարար Զաքարյանը սակայն տարակուսում է, ինչի համար է այս ամբողջ աղմուկը, երբ պետք է ուրախանալ, չէ որ ճանապարհներ են բացվում։ Ընդհանրապես, եթե ճանապարհները դիվերսիֆիկացվում են, այդ լավ է։ Հիմա թե այսօր անասնակերայք է, վաղն է կգա բարձրակարգ ցորեն, այդ էլ արդեն կյանքը ցույց կտա։ Տասնամյակների շրջափակումից հետո Ադրբեջանի տարածքով առաջինը ռուսական ցորենը մտավ Հայաստան։ Այս մի խմբականակը բարձրակարգ ցորեն էր, այսօր վստահեցրեց էկոնոմիկայի փոխնախարարը։ Հեռակագրական վարույթ է հարուցվել պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի նկատմամբ։ Նա մեղադրվում է իշխանազանցության կամ իշխանությունը չարաշահելու մեջ։ Իսկ մեղադրանքը վերաբերում է 2021-ի մայիսին Սյունիքի Սև լճի տարածքում ադրբեջանցիների առաջ խաղացմանը։ Ըստ իրավապահների Կարապետյանը այդ օրերին մարտական դիրքը թողնելու անհիմն բանավոր հրաման է տվել, ինչի հետևանքով ադրբեջանցիները Հայաստանի ինքնիշխան տարածքից մաս են վերցրել իրենց վերահսկողության
վերահսկողության տակ։ Այդ օրերին ի դեպ վարչապետ Փաշինյանը հայտարարում էր, թե Սև լճի 30%-ի համար պատերազմ չենք սկսելու։ 2021-ի մայիսյան այդ դեպքերի ժամանակ Արշակ Կարապետյանը գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալն էր։ 2 ամիս անց նա ոչ թե պաշտոնի իջեցում էր ստացել, այլ առաջխաղացում ունեցել։ Նախ նշանակվել էր պաշտպանության փոխնախարար, ապա նախարար։ Պաշտոնանկությունից հետո Կարապետյանը դարձավ Փաշինյանի ընդդիմախոսը, նա հետախուզվում է, խափանման միջոցը կալանքն է։ Նախկին նախարարը ենթադրաբար Մոսկվայում է, որտեղ անցած տարի ձերբակալվել, ապա ազատ էր արձակվել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպանների հետ, հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարը։ Ըստ կառավարության Փաշինյանը եւ դեսպանները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների ընթացիկ օրակարգը, հեռանկարները անդրադարձել TRIP նախագծին։ Փակագծեր սակայն չեն բացվել։ Ազգային ժողովից հայտնեցին, որ Եվրամիության դեսպաններին ընդունել է նաև խորհրդարանի նախագահը Ալեն Սիմոնյանը, դեսպանների ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին։ Վրաց-ադրբեջանական սահմանի մերձակայքում այսօր կործանված ռազմատրանսպորտային օդանավում 20 զինծառայող է եղել, քիչ առաջ հաղորդել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Նախնական տեղեկություններով Թուրքիայի ռազմական գերատեսչությանը պատկանող ինքնաթիռը օդ էր բարձրացել Ադրբեջանից, Գյանջայի օդանավակայանից եւ ուղևորվում էր Թուրքիայի օդանավակայաններից մեկը։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում եմ դիտել։ Ընդդիմությունն ահազանգում է, որ ընտրությունների նախօրյակին վաղար շաբաթում իշխանական թեկնածուն վարչական ռեսուրս է կիրառում։ Գյումրիի քաղաքապետի կալանավորումից հետո առաջին նիստը տապալվեց։ Թուրքիայի դատախազությունն ավելի քան 2000 տարվա ազատազրկում է պահանջում Ստամբուլի կալանավորված քաղաքապետի համար։ Գարեգին երկրորդի հեռացման մասին հոգևոր վերնախավում եղած խոսակցություններին զուգահեռ չկան քայլեր, հեռանալու կոչ դեռ չի հնչել, դրանց մասին բարձրաստիճան հոգևորականները համենայն դեպս հրապարակավ չեն բարձրաձայնել։ Այս տեղեկությունները ակտիվացան Մայրաթոռի դիվանապետին վերագրվող ինտիմ սկանդալից հետո, մինչ իրավապահները չեն շտապում պարզել տարածողին, գործի են անցել միաբանները ուսումնասիրելու հարցը։ Այս ընթացքում իշխանությունը վեհարանը վեհին իր ծրագրից չի հրաժարվում։ Մայրաթոռի դիվանապետ Արշակ Սրբազանին ու քեռակնոջը վերագրվող ինտիմ տեսանյութը ինչպես է նկարահանվել, ովքեր են տարածողները, շաբաթներ անց որևէ հարցի պատասխան չկա։ Տեսանյութը փորձաքննության չի ուղարկվել, տեղեկացանք քննչական կոմիտեից։ Փորձաքննություն նշանակվում է, երբ անձը հերքում է, որ կադրերում ինքն է։ Արշակ Սրբազանը թեպետ հրապարակավ հերքել էր մեջբերում շահագրգիռ անձանց հղելով իր արհամարանքն ու քմծիծաղը, բայց ստացվում է, որ մինչև այժմ նա քննչական կոմիտե չի էլ հրավիրվել։ Քննիչների փոխարեն գործի են անցել Մայրաթոռի միաբանները։ Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ այստեղ հանձնախումբ է ձևավորվել։ Արշակ arczepiskoposին վերագրվող անպարկեշտ բովանդակությամբ տեսանյութերի հետ կապված հարցի ուսումնասիրության եւ եզրակացություն ներկայացնելու համար վեհապար հայրապետը հաշվի առնելով ներկայացված առաջարկները ստեղծել է հանձնախումբ։ Ազատության տեղեկությամբ հանձնախմբում Մայրաթոռի 7 միաբաններ են։ Նրանց հետ սակայն կապ հաստատել չկարողացանք։ Հոգևոր վերնախավը այս փուլում զերծ է մնում նույնիսկ Մայրաթոռի տարածքում զբոսնելուց։ Միայն ասողի Կաբեղա Կարապետյանին հանդիպեցինք։ Նա բոլոր հարցերին ի պատասխան նույնն ասաց. Մայրաթոռը արդեն ասել է։ Ես Մայրաթոռի միաբան եմ, իմ պատասխանը այն է, ինչ որ Մայրաթոռը պաշտոնապես հայտարարում է։ Մայրաթոռը բազմիցս անդրադարձել է, Մայրաթոռը հանդես է եկել պաշտոնական հայտարարություններով։ Ազատությունը սակայն խոսել էր հոգևորականների հետ, որոնք Էջմիածնի պաշտոնականից տարբերվող տեսակետ էին հայտնել, այսինքն կան այդպիսի եպիսկոպոսներ ու արքեպիսկոպոսներ։ Մայրաթոռից առայժմ հերքում են, թե նրանք վեհապարին առաջարկել են հեռանալ։
Մամուլում վեհափառ Հայրապետի հրաժարականի եւ Արշակ arczepiskopos Խաչատրյանի կարգալուծության պահանջի մասին տեղ գտած տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում եւ կեղծ է։ Դեռ կան հոգևորականներ, որ լարվածության այս փուլում երկխոսության են սպասում։ Ես վստահ եմ, առավել քան վստահ եմ, որ երկխոսություն լինելու է։ Ինչպիսին կլինի այդ երկխոսությունը, ինչ արդյունքներով, ինչ հանգուցալուծումով, դա հարցի մի կողմ է, բայց որ երկխոսություն պիտի լինի, անխուսափելի։ Երկխոսություն միայն կաթողիկոսի հեռացման վերաբերյալ այս կարծիքին են իշխանականները՝ ի տարբերություն Տեր Մարկոս քահանայի։ Դե մենք այդպես չենք պատկերացնում։ Մեկը ես այդպես չեմ պատկերացնում։ Արդյոք հոգևոր վերնախավում կան միաբաններ, որ Փաշինյանի պես վեհափառին հեռացնել են ուզում, ամուսնացյալ քահանան ասաց չգիտի եւ ուրախ է, որ չգիտի։ Օրեր առաջ Հայաստանի վարչապետը տարակուսանքով արձանագրեց կաթողիկոսին հեռացնելու իր օրակարգը, ավելի կոնկրետ վեհափառը աղջիկ ունի, թե ոչ հարցը մարդկանց չի հետաքրքրում։ Այս հարցը ինչի չի հնչում Հայաստանում։ Որը մեկ ինչի չի որևէ փորձագետի, մասնագետի, մայր աթոռի ներկայացուցիչ չի հարցը տալիս։ Կաթողիկոսի ու սրբազանների կուսակրոնության նրբությունները մեր հարցումներ ցույց տվեց մարդկանց չի հետաքրքրում, նույնիսկ նրանց, որ դեմ չեն, որ կաթողիկոսը իջնի գահից։ Պետք է հեռանա, որովհետև քաղաքականությունը արդեն հասել է եկեղեցուն։ Օրինապահ մեկը գա։ Մեր կաթողիկոսն է թող մնա։ Մեզ թազա նոր ղեկավար է պետք մեր երկրին։ Նոր կաթողիկոս պետք չի։ Չէ, մենք կաթողիկոս ունենք։ Ինքը մեջն է, ինքը չպետք է վերանա, որ բոլորն են ասում, կամ մեծամասնությունը, երևի մի բան կա։ Ես ուզում եմ մտնեմ ստեղ խաղաղ դուրս գամ, ուրեմն ես էլ եմ ուզում խաղաղ լինի, իմ եկեղեցին։ Արտարությունը, մաքրությունը մենակ է ստեղ մնացել։ Այս կինը Փաշինյանն ինչ էլ ասի չի հավատա, որ հայոց վեհափառը խախտած կլինի կուսակրոնության ուխտը։ Չեմ կարող կասկածեմ։ Ոնց կարա այդ աստիճանի մարդը ինչ-որ ուխտ դրժի։ Չեմ հավատում։ Այո, եթե խախտելա անպայման պիտի գնա։ Եթե ինքը կաթողիկոսա պիտի նորմալ աշխատի, եթե խախտելա միանշանակ պիտի գնա։ Համաձայն եք։ Այո, անպայման։ Ես շատ գնահատում եմ Նիկոլ Փաշինյանին։ Հավատի եւ ուխտի թեմաներով շատ չխորացած այս կնոջ համար անառարկելի մի հեղինակություն կա՝ Նիկոլ Փաշինյանը։ Եթե նա ասում է վեհափառը պիտի գնա, ուրեմն պիտի գնա։ Ինքը ինչ խոստանում է, անում է։ Ասենք անկեղծ խոստանում է ու իր խոսքի տերը ոնց ասած լինում է ու անում է։ Ոնց կարելի է չհավատալ իրան։ Վեհարանը վեհի օպերացիան շարունակվում է արդեն 5.5 ամիս։ Էջմիածնում հոգևոր հավաքը, որի ճնշմամբ կաթողիկոսը պիտի հեռանար, կարծես թե չեղարկել է Փաշինյանը։ Նա այժմ իրեն աջակցած մի քանի կարգալույծ ու գործող քահանաների ծեսերի ջերմեռանդ մասնակից է։ Հատիկ առ հատիկ անցնում է եկեղեցիներով՝ Հովանավանք, Թալինի Սուրբ Աստվածածին։ Այս կիրակին Նիկոլ Փաշինյանը Խաչիկ գյուղի եկեղեցում կծնկի։ Գյումրիում իշխանությունը տապալել է Վարդան Ղուկասյանի կալանավորումից հետո ավականու առաջին նիստը։ Չնայած ընդդիմադիրները ավելի շատ քվեներ ունեն, քաղաքացիական պայմանագրին հաջողվել է չգալով այնպես անել, որ նիստը չկայանա։ Իսկ ինչու ընդդիմադիրները ողջ կազմով չկային։ Ու այս բացակայությունները կարող են այնքան պարբերական լինել, որ ներողություն ավականու լուծարմանը հետևաբար նոր ընտրությունների հանգեցնեն։ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանավորումից հետո այսօր ավականու հերթական նիստն էր, որը չկայացավ քվորումի բացակայության պատճառով։ Ներկա չէին ավականու 14 քպեականները, մյուս խմբակցություններից էլ 3 հոգի։ Թե ինչու էր ՔՊ-ն ողջ կազմով բոյկոտել նիստը, ժամեր շարունակ բացատրություն չկա։ Օրվա վերջում խմբակցությունը մի հայտարարություն տարածեց, որից եւս պարզ չդարձավ իրենց բացակայության պատճառը։ Փոխարենը մեղադրանքներ ու հարցեր կային մյուսներին։ Այսօր եկել հասել են մի հանգրվանի, որ ավականու նիստ չեն կարողանում գումարել ու խնդիրն իրենց մեջ ման գալու փոխարեն ասում են քաղաքացիական պայմանագիրը նիստի չեկավ։ Ձեր կոմպրոմատները հավաքեք, գործի դնեք, թե ուղղակի ոչ մի բան էլ չեք գտել մարդկանց վրա, որ կարողանաք ազդեցություն ունենալ։ 19 մանդատ ունեք որպես հավաքական ընդդիմություն քվորումի համար, պետք է 17 մանդատ, մեզնից ինչ եք ուզում։ Ըստ օրենքի ավականին կարող է լուծարվել, եթե 3 ամիս նիստ չգումարի, բայց եթե մյուս խմբակցությունները բացականեր չունենան, քվորում կապահովվի։ 33 մանդատից 19-ը ընդդիմադիր ուժերի ձեռքում է։ Հիմա արդեն 18, քանի որ
Վարդան Ղուկասյանը կալանավորված է։ Եթե նա մանդատից հրաժարվի, ապա այլևս չի կարող քաղաքապետ լինելու ավագանին իր կազմից նոր համայնքապետ կընտրի։ Թերևս սա է պատճառը, որ թեև դատարանը Վարդան Ղուկասյանի լիազորությունները կասեցրել է, բայց նա իր մանդատից չի հրաժարվում։ Կոմկուս խմբակցության կալանավորված եւս երկու ավագանիներ արդեն հրաժարվել են իրենց մանդատներից ու իրենց տեղը հաջորդ համարին փոխանցել, բայց նրանցից մեկը Տիգրան Ավագյանը ավելի ուշ կալանավորվեց զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով ու միայն 3 է մանդատից հրաժարվելու նրա դիմումը ընտրատարածքային հանձնաժողով ուղարկվել։ 7-օրյա ժամկետում հանձնաժողովը մանդատը հաջորդ համարին կփոխանցի։ Այսօր բացակայող ավագանու մյուս անդամը Ղուկասյանին սատարած, բայց նրա հետ բարդ հարաբերություններ ունեցող Մարտուն Գրիգորյանի առաջնորդած Մեր քաղաքը խմբակցությունից էր։ Խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանն ասաց. այս բացակայության մեջ պետք չէ քաղաքական ենթատեքստ փնտրել։ Ոչ, սա որպես խմբակցության ղեկավար եմ հայտարարում, սա քաղաքական որևէ ենթատեքստ չունի։ Նարեկ Միրզոյանը ունի ընտանիքի հետ անձնական խնդիրներ, իսկ խնդիրը չափազանց զգայուն է, կնոջ առողջական վիճակով է պայմանավորված։ Այսօր առավոտյան մենք իմացանք, որ Միրզոյանի կնոջ հետ խնդիրներ կան, կինը առողջական խնդիրներ ծայրահեղ վիճակում է, այսպես ցավոք ինֆորմացիան պիտի ասեմ, որ գտնվում է Նայիրի բժշկական կենտրոնում։ Ավագանունիստն այսօր վարում էր Ղուկասյանի փոխքաղաքապետ Փեսան Ավետիս Առաքելյանը։ Հենց նա է հիմա փոխարինում կոռուպցիայի ու իշխանության յուրացման կոչի մեղադրանքներով հոկտեմբերից կալանավորված աներոջը։ Առաքելյանն էլ էր տարակուսած, թե ինչու ԿՊ-ն ողջ կազմով նիստին չի մասնակցում։ ԿՊ-ի դեպքում մեզ անհայտ է խմբակցության ողջ ազգակազմով ինչու են բացակայում նիստին։ Պետք է ենթադրել, որ սա խոչընդոտ է հանդիսանում Գյումրու քաղաքի բնականոն աշխատանքներին եւ տեղի ունեցող ծրագրերի իրականացմանը։ Արդյոք ընդդիմադիր ուժերին կհաջողվի մեծամասնություն պահպանել Ավագանիում։ Ավագանու ընդդիմադիր խմբակցության ղեկավարների համար ԿՊ-ի նիստին չմասնակցելը անակնկալ չէր։ Այս ամենը քաղաքացիական պայմանագրի կողմից կարծես թե սպասելի է, անակնկալի չենք եկել, այնպես չի, որ դեկտեմբերի 1-ին ձյուն եկավ, զարմացանք էլի այդպես։ Իմ հզոր համայնք խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանի կարծիքով հիմա ամեն ինչ Կոմկուս խմբակցությունից է կախված։ Կոմունիստական կուսակցությունը ուղղակի պիտի ապահովի այն մնացած մանդատների քանակը։ Եթե ապահովում է մնացած մանդատների քանակը, քաղաքը շարունակում է բնականոն հունով կառավարվել, կառավարման ճգնաժամ չի լինի եւ կոպիտ ասած, եթե կա 17 կամ 18 մանդատ, ցանկացած հարց լուծվելու է։ Գյումրիում Ավագանին վերջին անգամ լուծարվել էր ընդամենը 1 տարի առաջ, քանի որ մեկ նստաշրջանում 3 ամիս նիստ չէր գումարել։ Լուծարումից անմիջապես հետո վարչապետը համայնքապետի պաշտոնակատար նշանակեց իր թիմակից Սարիկ Մինասյանին։ Եթե ընդդիմադիր ուժերին հաջողվի քվորում ապահովել, ապա այս սցենարը դժվար իրականություն դառնա։ Մյուս տարբերակով ԿՊ-ին պակասող 3 մանդատի ապահովմամբ է հնարավոր իշխանափոխություն անել Գյումրիում։ Ռուբեն Մխիթարյանն օրինակ չի բացառում, որ առանձին ավագանիների նկատմամբ ճնշումներ կլինեն։ Երբեմն կյանքում տեղի ունենում դեպքեր, որոնք անկանխատեսել են սկսած այսօրվանից, վերջացրած նույն քաղաքական տարբեր տեխնոլոգիաներով, ճնշումներով, հորդորներով եւ այլ ուժային կիրառումներով, չագերտավոր, այս կամ այն ավագանու գողանալը, լավ այսպես անվանենք, էլի ճագերտների մեջ, բայց ես կարծում եմ, որ գոնե թե այս փուլում դա այդ դեպքը չի։ ԿՊ-ն, որ Գյումրիում իշխանության գալու ծրագրերը չի թաքցնում, հայտարարում է, որ այդ նպատակով կիրառելու է բոլոր օրինական միջոցները, բայց պլանները չի բացահայտում։ Ավագանու հաջորդ նիստ գումարելու համար արտահերթ նիստ է հրավիրվելու, որ օրը որոշվի։ Իսկ Էջմիածին խոշորացված համայնքում այս կիրակի կհանգուցալուծվի քաղաքապետի պաշտոնի համարապայքարը։ Ընդդիմությունն իշխանությանը մեղադրում է վարչական ռեսուրսը չարաշահելու մեջ։ Իշխանությունը զարմանում վատաբանողների վրա, տարիներով չլուծված խնդիրները մի քանի օրով էլ չէին հետաձգի։ Ասիչյան, հրաշք լինում է։ Ոսկե հատի բնակիչ 87-ամյա Սոնա Չաթրյանի հետ կատարված հրաշքը նոր տանիքն է։ 90 տարվա շենքի կաթող տանիքը Վաղարշապատի համայնքապետարանը սկսել է նորոգել ընտրություններից օրեր առաջ։ Կարևորը որ ոտից տակը չոր կլինի, ես էլ միտեղ գնալուց հանգիստ կլինեմ, շերի վրա չեմ նստի։
Տարեց տանտիրուհին տարիներ շարունակ դույլերով ու տարաներով է պայքարել ջրերի առաթոսքի դեմ։ Անձրևոտ օրերին փշերի վրա եմ եղել ասաց, անհանգիստ որ հեղեղը չհասնի հարևանին։ Պատշգամբից պատմում էր Սոնա Չաթրյանը, որ միայնակ է ապրում։ Գարնանից ես երկու տազիկ եմ դնում փեչի վրա, վարարանի վրա, մեջն էլ շոր էր, որ հանկարծ տնից գնում եմ, բան անձրևալնի, չկաթա ներքևի հարևանի տունը։ Պատկան կառույցներից դեռ տարիներ առաջ են խոստացել նորոգել ու հերթը նախընտրական քարոզարշավի օրերին է հասել։ Միջև էլ դիմել եմ, բայց ձեռնունայն եմ մնացել։ Ոսկեհատի տարեց բնակիչը մի քանի անգամ շեշտեց, գոհ է, որ Վաղարշապատի ժամանակավոր ղեկավար իշխանության թեկնածու Արգիշտի Մեխակյանն իրեն հիշել է։ Հենց որ շատ գոհ եմ։ Ինչև այդ ինչի մարդկանց տանիքները չէին վերանորոգում։ Իսկ ինչն էր խանգարում բնակիչների տանիքների հարցը լուծել մինչև ընտրություններ, հարցնում է ընդդիմադիր հաղթանակ դաշինքի թեկնածուն։ Սևակ Խաչատրյանը Փաշինյանի թիմին մեղադրում է վարչական ռեսուրսը չարաշահելու համար։ Իրենք նման են բոլոր ստախոս ԿՊԵ-ականներին։ Որն է իրենց աշխատանքը, որ շարունակվում է։ Հրատապ ընտրություններից 1 ամիս առաջ տարածքային կառավարման նախարարը որոշեց, որ Վաղարշապատ համայնքին հրատապ պետքա 500 միլիոն փող տան, որ հրատապ ծրագրեր իրականացնեն։ Էջմիածնի անբարեկարգ փողոցներն էլ ընտրություններին մասնակցող քաղաքացիական պայմանագրի ուշադրությունից չեն վրիպել։ Զվարթնոց թաղամասի ճանապարհին ասֆալտի քերուկ են լցրել։ Ընտրություններից առաջ Էջմիածին Երևան բարեկարգ մայրուղին են քանդել ու նորից ասֆալտապատում են։ ՔՊ-ն վարչական ռեսուրսն է գործի դրել, որ քվեներ կորզի։ Մրցակցին մեղադրում է Հայ հեղափոխական դաշնակցություն ու առաջ կուսակցությունների դաշինքի թեկնածուն։ Ընտրություններից առաջ հիշեցիք ասֆալտաներ, բա մինչև այդ ինչի չէին անում։ Ինչ վերաբերում է ասֆալտապատման տանիքների փոխարինման աշխատանքներին, դրանք ընթացիկ աշխատանքներ են, որոնց նախապատրաստական աշխատանքները ամիսներ, միգուցե տեղեր ա եղել տարիներ։ Վաղարշապատի ժամանակավոր պաշտոնակատար Մեխակյանը զարմանում է, որ իրեն մեղադրում են վարչական ռեսուրսի չարաշահման համար։ Ընտրությունների պատճառով հոտ չէին կետաձգելու, Ազատության ասաց իշխանության թեկնածուն։ Այսինքն, եթե օրինակ փողոցը պետք է ասֆալտապատվի, այս եղանակները մենք պետք է բաց թողենք, ինչավոր նախընտրական շրջանա։ Իշխող քաղաքացիական պայմանագրի վարչական ռեսուրսի չարաշահման մասին ահազանգում է նաև դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները։ Իշխանության թեկնածուն էլ չհերքեց, որ նախընտրական քարոզարշավի փուլում համայնքային բարեկարգման աշխատանքները եռում են, բայց ըստ նրա դրանք ավելի վաղ պլանավորած ծրագրեր են։ Քանի որ նախորդ տարիներից նույնիսկ հսկայածավալ մարդկանց դիմումներ կար տանիքների փոխարինման հետ կապված, մենք իրականացրել ենք գնման ընթացակարգ, որից հետո կամ մենք ենք դա իրականացնում, կամ բաշխում ենք բնակիչներին ըստ իրենց դիմումների։ Իրենց թիմակիցներից Գեղակերտի դպրոցի տնօրեն Անուշ Համբարձումյանն էլ էր բացատրում, որ նախընտրական քարոզչության օրերին իր բարեգործությունը նախապես պլանավորած էր։ Լրատվամիջոցների աղմուկից հետո նա քրեորեն պատժելի արարքի համար ձերբակալվեց, տնային կալանքի տակ հայտնվեց։ Լավ է լինելու, մենք հաղթելու ենք միանշանակ 50+։ Շատ կարճ ժամանակ հետո իրենք զրկվելու են իշխանությունից եւ Վաղարշապատում, մի փոքր էլ հետո զրկվելու են նաև Հայաստանի Հանրապետությունում իշխանությունից։ Նախընտրական քարոզարշավը 3 օրից կավարտվի, կիրակի ընտրություններն են։ Համայնքապետի ղեկավարի համար պայքարում է 9 քաղաքական ուժ։ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կուսակցությունն է մասնակցում։ Թեկնածուն բանաստեղծ Խաչիկ Մանուկյանն է։ Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի կուսակցությունն էլ է մասնակցում։ ՔՊ-ին սատարող Հանրապետություն կուսակցությունն էլ։ Ազատդեմոկրատներ, Ազգային առաջընթաց, Ժառանգություն կուսակցություններն էլ են պայքարում Վաղարշապատի համայնքապետի համար։ Ընդդիմադիրներից Անդրանիկ Թևանյանի Մայր Հայաստանը։ Ազգային անվտանգության ծառայությունը գործեր է հարուցել Վաղարշապատի ընտրություններում Մայր Հայաստան կուսակցության ցուցակը գլխավորող Գրիշա Հարությունյանի եւ Դավիթ Կարապետյանի դեմ։ Իրավապահների թիրախում է ընդդիմադիր Մայր Հայաստանը։ Կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանը 3 օր առաջ տեղեկացրեց իրենց ցուցակը գլխավորող Գրիշա Հարությունյանի ու ցուցակի երկրորդ թեկնածու Դավիթ Կարապետյանի դեմ Ազգային անվտանգության ծառայությունը գործեր է հարուցել։ Դավիթ Կարապետյանը Ծաղկունքի համայնքապետն է եղել, իսկ Գրիշա Հարությունյանը Դողս համայնքի։ Նրանք աշխատել են նաև Փաշինյանի իշխանության օրոք։ Ընտրություններից առաջ սա փորձ է ճնշումներ բանացնել մեր դեմ, Մայր Հայաստանի դեմ։ Մի քանի թեմա առանձնացրել ենք միջազգային լրահոսից, թուրքական դատախազությունը 2352 տարվա ազատազրկում է պահանջում կոռուպցիոն մեղադրանքներով բանտում գտնվող Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի համար։
Նախագահ Էրդողանի ընդդիմախոսը ըստ դատախազության կասկածվում է տարատեսակ հանցագործությունների առնվազն 140 դրվագների, այդ թվում կաշառք տալու եւ ստանալու, հանցավոր խմբավորման մաս կազմելու եւ նույնիսկ Թուրքիայի անտառային օրենսգիրքը խախտելու մեջ։ Մարտից անազատության մեջ գտնվող Իմամօղլուի համախոհները վստահ են 28-ի ընտրություններում Էրդողանի գլխավոր մրցակիցը համարվող Իմամօղլուն քաղաքական հետապնդման է ենթարկում առաջիկա ընտրապայքարից նրան դուրս թողնելու համար։ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարում է, թե խափանել է ուկրաինական հետախուզության կողմից կինժալ հրթիռով զինված ռուսական MiG-31 գերձայնային կործանիչը առևանգելու օպերացիան։ Կիևը չի մեկնաբանել այս պնդումները։ Ռուսաստանի հետ պատերազմող Ուկրաինայում կոռուպցիոն սկանդալ է բացահայտվել, որը ներառում է նաև նախագահ Զելենսկու մերձավոր շրջապատը։ Ուկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն հայտարարել է, որ էներգետիկ ոլորտում գործող հանցավոր խումբ է բացահայտել, որը բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ կոռուպցիոն սխեմաներով մոտ $100 միլիոն կաշառք է ստացել։ Ըստ բյուրոյի խմբում ներգրավված են եղել էներգետիկայի նախարարի նախկին խորհրդականն ու պետական էներգոատոմ ընկերության անվտանգության ղեկավարը։ Ազատության ուկրաինական ծառայության տվյալներով գործով անցնում է նաև գործարար Տիմուր Մինդիչը, որը նախագահ Զելենսկիի մերձավորներից է։ Բյուրոյի տարածած հայտարարությունում ասվում է. 15 ամսվա աշխատանք եւ 1000 ժամ ձայնագրություններ։ Փաստաթղթավորվել է հանցավոր կազմակերպություն, որի մասնակիցները ստեղծել էին լայնածավալ կոռուպցիոն սխեմա, պետական հատվածի ռազմավարական ձեռնարկությունների, մասնավորապես էներգոատոմի վրա ազդելու, փողերի լվացման ու ապօրինի հարստացման համար։ Էներգոատոմը, որը շահագործում է երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկի կեսից ավելին ապահովող 3 ատոմակայան, ըստ քննիչների գործընկերներին ստիպել է պայմանագրերի 10-ից 15% չափով կաշառք վճարել, որպեսզի չկասեցվեն ծառայությունների կամ ապրանքների համար վճարումները, իսկ ընկերությունները չզրկվեն մատակարարի կարգավիճակից։ Էներգոատոմը հայտնել է, որ բյուրոյի աշխատակիցները 3 խուզարկել են իր գրասենյակները, իսկ ընկերությունը համագործակցում է իրավապահների հետ։ Վլադիմիր Զելենսկին, որը 4 ամիս առաջ հակակոռուպցիոն բյուրոյի անկախությունը սահմանափակելու փորձ էր արել, սակայն հանրության ճնշման տակ հրաժարվել մտադրությունից, երեկոյան ուղերձում հայտարարել է, որ կոռուպցիան պետք է վերացվի, պաշտոնյաները պետք է համագործակցեն բյուրոյի հետ, իսկ մեղավորները պատժվեն։ Էներգետիկայի ոլորտում, յուրաքանչյուր ոլորտում բոլոր նրանք, ովքեր ստեղծել են այդ սխեմաները, պետք է իրավական հստակ պատասխան ստանան, պետք է լինեն դատավճիռներ։ Կոռուպցիայի վերացումը եւ օրենքի գերակայության ամրապնդումը Եվրոպական միությանը միանալու Կիևի առաջ դրված գլխավոր պայմաններն են։ Հենց այս գործընթացին հետևելու համար են ստեղծվել կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն եւ մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազությունը։ Վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հայտարարել է, որ սպասում են հետաքննության արդյունքներին եւ ասել, որ պատրաստ են տրամադրել ցանկացած օգնություն, որն անհրաժեշտ կլինի կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների համար։ Կոռուպցիայի դեմ պայքարը կառավարության գլխավոր առաջնահերթություններից մեկն է, պետք է լինեն դատավճիռներ եւ անօրինական գործունեության համար պատիժն խուսափելի է, ասել է նա։ Էներգետիկայի նախարար Սվետլանա Գրինչուկը հայտարարել է, որ հանձնառու է ապահովել թափանցիկություն եւ հույս է հայտնել, որ անկողմնակալ հետաքննություն կանցկացվի, ինչը միջազգային գործընկերներին միայն կհամոզի, որ իրենք պատրաստ են իրավապահների հետ համագործակցելու։ Հույս ունեմ եւ վստահ եմ, որ քննությունը կլինի օբյեկտիվ, անաչառ, օրենքի շրջանակում եւ քննության արդյունքների հիման վրա կկայացվեն համապատասխան որոշումներ։ Կոռուպցիոն այս բացահայտումից հետո նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի գլխավորած ընդդիմադիր Եվրոպական համերաշխություն կուսակցությունը հայտարարել է, որ նախագահների ողջ կաբինետը պաշտոնանկանելու գործընթաց է նախաձեռնում խորհրդարանում։ Մեկ այլ ընդդիմադիր կուսակցության падգամավոր առանձին առաջարկ է ներկայացրել էներգետիկայի եւ արդարադատության նախարարներին պաշտոնանկանելու վերաբերյալ, սակայն երկու նախաձեռնություններն էլ հաջողության հասնելու քիչ հնարավորություն ունեն, հաշվի առնելով, որ իշխող ուժը մեծամասնություն է Գերագույն Ռադայում։ Կոռուպցիոն այս սկանդալը պայթում է այն ժամանակ, երբ երկրի էներգետիկ համակարգը ծանր վիճակում է հայտնվել ռուսական հարվածներից։ Էլեկտրաէներգիայի հովհարային անջատումները դարձել են հաճախակի, հոսանքը երեք անջատվել է, երբ Զելենսկին հարցազրույց է տվել բրիտանական Guardian-ին։ Electricity is gone. Not everything. Այսօր էլ ռուսական զինուժը հարվածել է Օդեսայի էներգետիկ ենթակառուցվածքներին, Կիևի մարզում գլխավոր հետախուզական վարչության էլեկտրոնային հետախուզության գլխավոր կենտրոնին եւ Ստավրո Կոստյանտինովի օդանավակայանին։ Ռուսական զորքը հայտարարել է, որ լիակատար վերահսկողության տակ է վերցրել Կուպյանսկ քաղաքի արևելյան մասը, եւս մեկ բնակավայր վերցրել Զապորոժիեում։ Ռուսական կողմը հայտարարել է, որ ել ավելի առաջ գնացել ռազմավարական նշանակության Պոկրովսկ քաղաքում։ Նաեւ տեսանյութ հրապարակել, թե ինչպես է զորքն առաջ շարժվում։ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, որ կանխել է ուկրաինական
հայտախուզության ծրագիրը, որն իրականացվել է բրիտանացի կուրատորների մասնակցությամբ։ Ըստ ծառայության ուկրաինական կողմը $3 միլիոն եւ Շենգեն վիզա առաջարկելով փորձել է հավաքագրել ռուս օդաչուներին, որպեսզի գողանան MiG-31 կործանիչ, որը հետո պետք է թռչեր դեպի Ռումինիայում գտնվող ՆԱՏՕ-ի ավիաբազա եւ ենթադրաբար խոցվեր ճանապարհին։ Ռուսական կողմը սա մեծ սադրանք է որակել։ Ուկրաինական զինուժն իր հերթին հարվածել է Օրենբուրգին, նաև նավթավերամշակման օբյեկտների Սարատովում, Օրսկում, Ղրիմում։ Ըստ ՌԲԿ-ի հարավ-արևելքում ուկրաինական զինուժը հետ է քաշվել 2 բնակավայրից։ Նախագահ Զելենսկին այսօր այցելել է Խերսոն, քաղաքի ազատագրման 3-րդ տարեդարձի առթիվ։ Խերսոնը Ուկրաինայի մաս է, Ռուսաստանն այստեղ տեղ չունի, ասել է նա։ Сильний факт, що Росії тут не місце. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 3 Սպիտակ տանը ընդունել է Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ Ալ-Շարային։ Սա Սիրիայի նախագահի առաջին այցն է Վաշինգտոն Սիրիայի անկախացումից ի վեր վերջին 80 տարիների ընթացքում։ Դամասկոսը այդ ընթացքում տեղեկացրեց, որ Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի շրջանակում միանում է Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային կոալիցիային։ Վաշինգտոնում ընդունելությունը բավականին զուսպ էր, Ալ-Քաիդայի նախկին հրամանատարը Սպիտակ տուն չի մտել հիմնական մուտքով։ Նրա մեքենան մտել է կողային դռնով առանց ավանդական պաշտոնական արարողակարգի։ Լրագրողների հետ զրույցում Թրամփը Շարային անվանել է ուժեղ առաջնորդ, միևնույն ժամանակ անդրադարձել նրա հակասական անցյալին։ Բոլորս էլ բարդ անցյալ ենք ունեցել, նշել է Սպիտակ տան ղեկավարը։ Այսքան այս թողարկման համար ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, լրահոսին հետևեք ազատություն.am կայքում, թարմացումներ են լինում նաև սոցիալական ցանցերի մեր էջերում, պարբերաբար են դրանք լինում, հետևեք, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։